Շատ լավ։ Հիմա ասում են, որ Թրիպի այս ծրագիրը պատերազմը հետ գցեց եւ չի իրականանա։ Ձեր կարծիքը։ Մի քիչ դժվար է ասել, որովհետև մի կողմից Փաշինյանը տեսնում ենք, որ ասում են, որ մեկը անելու ենք, ԱՄՆ-ն էլ փորձելու է իրականացնել, Իրանն էլ իր կողմից արդեն համենայն դեպս գլխավոր խորհրդականը արտաքին քաղաքական հարցերով հոգևոր առաջնորդի հայտարարել է, որ խոցելու են ռազմական ճանապարհով Թրիպի ենթակառուցվածքները, եթե դրանք լինեն, այսինքն չեն թույլ տալու, որպեսզի դա իրագործվի։ Եվ այսպիսով, ստեղ արդեն մենք ունենք ընդգծված Իրանի դիրքորոշումը, Իրանը ցույց տվեց, որ չի վախենում ԱՄՆ-ից եւ կարող է հարվածել, եւ այսպիսով կարծում եմ, որ դա իրագործել շատ դժվար է լինելու։ Բայց սա բոլոր հարցերը չի լուծում, որովհետև Թրիպ չիրագործումը չի նշանակում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որ Ադրբեջանն է ուզում, չի լինելու, որովհետև Ադրբեջանը այդ պարագայում կարող է փորձել ոչ թե մեղրիով, այլ ուժով, օրինակ Սիսիանով անցկացնի ճանապարհը, որովհետև այս պայդրությամբ Ադրբեջանը ԱՄՆ-ին փորձում է համոզել, որ տեսեք, այ դուք ուզում եք այս միջանցքը մեղմացնել, ուզում եք ինչ որ կերպ կառավարել եւ այլն, մենք էլ դժգոհ ենք, Ադրբեջանը իրականում շատ ավելի շատ է ուզում, քան թե Թրիպով ունի հնարավորություն ստանալու եւ ասում է, բա Նախիջևանի վրա հարձակվել են պարսիկները, հիմա մենք պետք է պաշտպանվենք։ Իսկ մենք չենք կարող պաշտպանվել, որովհետեւ հայերը ճանապարհ չեն տալի։ Այդպես են ներկայացնում։ Հիմա օրինակ նույն հայկական դիվանագիտության որակից կախված է լինելու, ինչպես դիմագրավել օրինակ նման հայտարարությունների Ադրբեջանի։ Իհարկե ինչ են անելու չգիտեմ, բայց մինչ այդ Փաշինյանը ճիշտ Ալիևը շատ լավ համոզում էր, թե Ռուսաստանում, որ Հայաստանը հակառուսական է, թե Բրյուսելում, որ Հայաստանը հակաեվրոպական է, թե ԱՄՆ-ում, որ Հայաստանը հակաամերիկան։ Այսինքն Ալիևի դիվանագիտությունը այս առումով շատ ակտիվ է եղել, մեր դիվանագիտությունն էլ տենց էլի։ Շատ լավ, ու խնդրեմ։ Ես այսպեսի մի հարց, քանի որ իսկապես հիմա մենք բավականին փորձում ենք ռեալ գնահատականներ տալ մեր վաղվա օրվա հետ կապված եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականության հետ կապված։ Հիմա մենք օրինակ կարող ենք առարկապես ասել Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը որից է դեպով մեր երկրին նետված մարտահրավերները եւ արկա սպառնալիքները չի չեզոքացնում։ Սա արձանագրենք որպես իրողություն։ Այսօրվա քաղաքականությունը իշխանություն կարող է մեր գնահատմամբ այո։ Հիմա ակնհայտ է, որ իշխանությունները միտում չունեն եւ ցանկություն չունեն փոխել այդ քաղաքականությունը։ Կարող են սա եւս արձանագրել։ Միանշանակ։ Այսինքն մեծ լսողների եւ ընդհանրապես իրավիճակի գնահատականի հետ կապված կարող ենք իրավիճակի փոփոխության հետ կապված առաջին քայլ, անհրաժեշտ քայլ, ոչ բավարար, անհրաժեշտ քայլ ասել դա իշխանափոխությունն է։ Այո, այս իշխանությամբ այս քաղաքականությունը միանշանակ չի փոխվելու եւ այո, անհրաժեշտ է, որ ուրիշ իշխանություն լինի, որ ուրիշ քաղաքականություն լինի։ Հիմա հաջորդը տեսականորեն նայենք սցենար, իշխանափոխություն եղել է։ Մենք կարող ենք արձանագրել կամ ֆիքսել մեր երկրին նետված կարևորագույն մի քանի մարտահրավերներ եւ արկա սպառնալիքներ, որ նոր իշխանությունները պետք է շատ արագ, շատ օպերատիվ փորձեն լուծումներ տալ, չեզոքացնելու այդ սպառնալիքները։ Կարող ենք այդպես մենք արձանագրել եւ որոշակի առումով դասակարգել, այսինքն դա անվտանգային է, տնտեսական է, քաղաքական է, արժե համակարգային է։ Սա ինչի համար եմ ասում։ Այնուամենայնիվ մենք քանի որ նախընտրական փուլում ենք, 3 ամսից ընտրություններ, այո, ես ամեն դեպքում բավական ուշադիր հետևում եմ իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած կուսակցությունների, խմբերի, դաշինքների այդ առաջնահերթությունները ոլորտային առաջնահերթությունները եւ մարտահրավերների գնահատման չեզոքացման ես ինքս չեմ տեսել։ Կա ընդհանուր գնահատականներ, օրինակ դու կարող եք առանձնացնել, ասենք, առաջին 3 կամ 5 կարևորագույնները, որ ցանկացած իշխանություն գալուց հետո իր համար խիստ կենսական է լինելու եւ ինչ քայլեր պետք է անի։ Եկեք 3-ը թվարկեմ, որովհետև դրանից հետո արդեն կարող ենք ասել դե որը 4-ն է, որը 5-րդը, այստեղ հարց կա, բայց այստեղ անհրաժեշտությամբ ու արագությամբ, որը կարիք ունի արձագանքելու, 3-ը թվարկեմ։ Թիվ 1 ինքնիշխանության հարցը, մեր բոլոր պետական կառույցներում հիմա օտարերկրյա ներկայացուցիչներ կան,
դրա մասին նույնիսկ հանրային հայտարարություններ եղել են եւ մեր ներքին քաղաքականության վրա ազդեցությունը շատ մեծ է մեր տեղեկատվական դաշտը այդ թվում պետական փաստաթղթերի զգալիորեն թափանցիկ է օրինակ նույն պատերազմի ժամանակ երևաց որ ադրբեջանցիները օրինակ մտել են տարբեր ակաունտներով նայում են փաստաթղթերը եւ պատերազմի օրերին եւ մինչ այդ եւ համոզված եմ մինչ հիմա ունեն տարբեր պետություններ փորձեր եւ որոշակի նաեւ կարողություններ որպեսի փորձեն մեր պետական նամակագրության հետևեն հետո փորձեր կան տարբեր օտարակրա ուժերի կողմից մի խոսքով հայկական զգալի տեղեկատվության տիրանալ եւ հայկական պետության որոշումների վրա ազդելու փորձեր եւ այսպիսով սա մաքրելու կարիք կա ու նաեւ տարատեսակ ագենտուրայից երկիրը մաքրելու այդ թվում նաեւ օտարակրա գործակալների դեմ օրենքի ընդունումը միանշանակ խիստ անհրաժեշտ է շատ կարճ ժամանակներում այսինքն սա ազգային անվտանգության մարտահրավեր է բայց ներքին տեսանկյունից երկրորդ ազգային անվտանգության մարտահրավերը դա ռազմական պաշտպանությունն է առաջին հերթին իհարկե դիվանագիտական բայց նույն օրվանից նաև ռազմական բոլոր ատյաններով սկսած ենթակառուցվածքներից եւ վերջացած դիսցիպլինայով ամեն ինչը պետք է շատ արագ կարգի բերվի եւ բայց առաջին հերթին ամեն դեպքում դիվանագիտությամբ որովհետեւ շատ լուրջ ռիսկ կա որ եթե Փաշինյանը պարտվի ընտրություններում որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն մեր վրա հարձակվել այսինքն Թուրքիան ու Ադրբեջանը օրինակ երբ որ 2021 թվականին գլխավոր շտաբը հայտարարեց որ Փաշինյանը պետք է հրաժարվի իշխանությունից Թուրքիան ու Ադրբեջանը սպառնացել են Հայաստանի վրա հարձակվելով եթե գենշտաբը ուժային ձևով իշխանությունը փոխի հա այսպիսով մենք կարող ենք եւ ընդդեմ կներեք ամենախիստ ոչ այդքան Ադրբեջանը որքան Թուրքիան Էրդողանի հայտարարությունը շատ ավելի խիստ էր։ Միանշանակ ու Թուրքիայում տարբեր մակարդակներում նման հայտարարություններ արվեցին եւ այսպիսով մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը, որը Թուրքիան համարում է իր համար կլիենտ իշխանություն, Թուրքիան չի ուզում կորցնել, դա իրենց համար շատ լուրջ ակտիվ է այս տարածաշրջանում եւ այսպիսով սա լրջագույն վտանգ է, որը կարիք կա չեզոքացնելու կարճաժամկետ պետք է առաջին հերթին կոնտակտ ունենալ Ռուսաստանի, Չինաստանի, չգիտեմ, Հնդկաստանի ու Իրանի հետ առաջին հերթին իհարկե, ինչպես նաև Ամերիկայի եւ մյուս պետությունների հետ,